Աստված է, այնպես որ զինվեք հրատարակությամբ, ընդունում եւ ուշադրությամբ։ Եվ Երուսաղեմ ելնելու ճանապարհի վրա էին։ Հիսուս աշակերտներից ավելի առաջ էր գնում, իսկ նրանք, որ նրա հետևից էին գնում, զարմացած էին ու վախենում էին։ Եվ նա նորից վերցնելով 12-ին առանձին սկսեց ասել նրանց, թե ինչ բաներ պիտի պատահեն իրեն։ Ահա ելնում են Երուսաղեմ, եւ մարդու որդին պիտի մատնվի քահանայապետերին ու օրենսգետներին, եւ նրանք մահվան պիտի դատապարտեն ու հեթանոսներին պիտի հանձնեն։ Նրան պիտի ծաղրեն, նրան պիտի ծեծեն ու նրա վրա պիտի թքեն եւ պիտի սպանեն եւ երրորդ օրը նա հարություն պիտի առնի։ Զեբեդեոսի որդիները Հակոբոսը եւ Հովհաննեսը գնացին նրա մոտ եւ ասացին նրան. «Վարդապետ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք որ անես մեզ համար»։ Եվ նա նրանց ասաց. «Ինչ եք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»։ Եվ նրանք ասացին նրան. «Շնորհ արա մեզ, որ նստենք մեկս քո աջում եւ մյուսս ձախում, քո փառքի մեջ»։ Հիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Չեք իմանում, թե ինչ եք խնդրում։ Կարող եք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես մկրտվելու եմ»։ Եվ նրանք ասացին նրան. «Կարող եք»։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կխմեք, եւ այն մկրտությունը, որով ես մկրտվելու եմ, նրանով կմկրտվեք, բայց իմ աջում եւ ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրվելու է նրանց, որոնց համար պատրաստված է»։ Այդ լսելով 10 առաքյալները սկսեցին բարկանալ Հակոբոսի եւ Հովհաննեսի վրա։ Հիսուս նրանց իր մոտ կանչեց եւ ասաց. «Գիտեք, որ հեթանոսների մեջ իշխանավոր համարվածները տիրում են նրանց եւ նրանց մեծամեծներն իշխում են նրանց վրա, ձեր մեջ այդպես չպիտի լինի։ Այլ ձեզնից ով կամենամեծ լինել, թող լինի ձեր սպասավորը, եւ ձեզնից ով կամենա առաջին լինել, բոլորին ծառա թող լինի, որովհետեւ մարդու որդին էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու եւ տալու իր անձը որպես փրկանք շատերի փոխարեն»։ Այսօր մենք երկու դրվագ պիտի վերլուծենք միասին կամ խորենք միասին այդ երկու դրվագների մասին։ Առաջինը Քրիստոսի կանխատեսումն է, թե ինչպես նա պիտի մատնվի, չարչարվի եւ սպանվի, եւ երկրորդը առաքյալների խնդրանքը նստել Հիսուս Քրիստոսի աջ եւ ձախ կողմերում, երբ Աստված Հիսուս Քրիստոս գա իր փառքով այլևս դատելու աշխարհը։ Մարկոսի ավետարանը մենք հասել ենք գրեթե 10-րդ գլխի վերջ, եւ սա Մարկոսի ավետարանում երրորդ անգամն է, երբ Հիսուս Քրիստոս խոսում է իր գալիք մահվան մասին։ Այնպես որ աշակերտները, որ նրան հետևում էին, առաջին անգամ չէ որ լսում էին, որ պիտի Հիսուս Քրիստոս մատնվի եւ սպանվի, բայց այս մարգարեությունը մի փոքր տարբերվում է նախորդ մարգարեություններից Հիսուս Քրիստոսի։ Տեսեք, թե ինչ է ասում ավետարանիչը. «Եվ Երուսաղեմ ելնելու ճանապարհի վրա էին»։ Հիսուս աշակերտներից ավելի առաջ էր գնում։ Իսկ նրանք, որ նրա հետևից են գնում, զարմացած էին ու վախենում էին։ Հիսուս Քրիստոս արդեն իսկ հայտնել էր իր աշակերտներին, որ ժամանակն է հասել, որպեսզի նա բռնի Երուսաղեմի ճանապարհը, գնա այնտեղ խաչվելու, զոհվելու համար հանուն մարդկանց փրկության։ Եվ այստեղ, երբ նրանք հետևում են Հիսուս Քրիստոսին, ավետարանիչը ասում է, նրանք ոչ միայն վախենում էին, որովհետև Հիսուս Քրիստոս պիտի սպանվի, վախենում էին, որովհետև գիտեին, որ Քրիստոսի սպանությունից հետո հալածանքներ պիտի լինեին նաև իրենց դեմ, որովհետև այժմ մինչև Հիսուս Քրիստոսի հարություն առնել, աշակերտները դեռ իրենց հավատքի մեջ տկար էին։ Նրանք այն կատարյալ հավատքը չունեին, որը մենք տեսնում ենք արդեն Քրիստոսի հարությունից հետո, եւ նրանք վախենում էին, բայց հարց, ինչի էին նրանք զարմացած։ Այն, որ Հիսուս Քրիստոս նրանց առջևից գնում էր, բնականաբար բոլորն էլ հրեական միջավայրում գիտեին, որ վարդապետները քայլում են առջևից, այսինքն երբ վարդապետներ էին քայլում, բոլոր աշակերտները նրանց հետևից են։ Եվ այստեղ մենք տեսնում ենք աշակերտներին, որ գնում են Հիսուսի հետևից, եւ Հիսուս նրանցից առաջ գնում է Երուսաղեմ, եւ նրանք զարմանում են։ Ինչի վրա են զարմանում։ Որ Հիսուս Քրիստոս անկոտրում է, որ Հիսուս Քրիստոս շատ հստակ գիտի իր ճանապարհը։ Հիսուս Քրիստոս վարկյան անգամ չի կանգնում եւ չի կասկածում այդ ճանապարհի ճշմարտացիության վրա։ Նա գիտի, որ նա եկել է աշխարհին փրկություն բերելու համար, եւ նա գիտի, որ այդ փրկությունը նա աշխարհին կարող է տալ բացառաբար ինքնազոհաբերության միջոցով։
Ոչ միայն տալ վարդապետությունը, այլ նաև մարմնավորել վարդապետությունը եւ ի վերջո զոհվել հանուն իր հետևորդների, հանուն մարդկանց փրկության։ Եվ նրանք զարմանում էին եւ վախենում էին։ Եվ նա նորից վերցնելով 12-ին առանձին սկսեց ասել նրանց, թե ինչ բաներ պիտի պատահեն իրեն։ Ահա ելնում ենք Երուսաղեմ, եւ մարդու որդին պիտի մատնվի քահանայապետերին ու օրենսգետներին, եւ նրան մահվան պիտի դատապարտեն ու հեթանոսներին պիտի հանձնեն։ Այս հատվածում երրորդ այս մարգարեությունը Հիսուս Քրիստոսի մահվան մասին տարբերվում է առաջի երկու մարգարեություններից։ Այստեղ Հիսուս Քրիստոս շատ հստակ ներկայացնում է կառուցվածք, թե ինչ եղանակով պիտի տեղի ունենա Հիսուս Քրիստոսի մատնությունը եւ սպանությունը։ Տեսեք ինչ ասում։ Ասում է նա մարդու որդին պիտի հանձնվի քահանայապետերի ձեռքը եւ օրենսգետների, եւ նրանք նրան պիտի մահվան դատապարտեն եւ պիտի հանձնեն հեթանոսների ձեռքը։ Նրանք, ովքեր 5 կտակարանյան օրենքները գիտեն, միանշանակ կարող են տեսնել զուգահեռ 5 կտակարանի զոհաբերությունների դրվագի հետ։ Ուրեմն 5 կտակարանում մարդիկ, մենք բոլորս գիտենք, Աստծո հիմնադիր պատվիրաններից մեկը այն է, որ մահը բարձն է մեղքի։ Երբ մենք մեղք ենք գործում, մենք պիտի մահանանք։ Եվ այս պատվիրանը, այս իրականությունը հայտնվում է դեռևս առաջին մարդկանց, Ադամին ու Եվային, Աստված ասում է այն օրը, երբ փախտեք իմ խոսքը, պիտի մահանանք։ Եվ մարդիկ, երբ արտաքսվում են դրախտից, փորձում են եղանակ գտնել, թե ինչպես նրանք կարող են իրենց գալիք մահը հետաձգել կամ չեղարկել։ Եվ ինչ էին անում, ըստ օրենքի, նրանք իրենց մեղքերի քավության համար, հանելու համար իրենց մեղքերը իրենց վրայից, հետևաբար հեռացնելով իրենցից իրենց մահը, այդ միտումով երկու նոխազ էին բերում քահանայապետի մոտ։ Եվ քահանայապետը իր ձեռքը դնում էր նոխազներից մեկի գլխին եւ խոստովանում էր մարդկանց բոլոր մեղքերը։ Եվ այսպիսով քահանայապետը փոխանցում էր այս նոխազին մարդկանց մեղքերը։ Եվ այս նոխազին հրեաները արձակում էին դեպի անապատ, այսինքն այն վայրից, որտեղ որ իրեն գտնվում էին, հրեական միջավայրից հանում էին դուրս դեպի հեթանոսների աշխարհ։ Իսկ երկրորդ նոխազին զոհաբերում են։ Այստեղ տեսանելի է նույն կառուցվածքը։ Հիսուս Քրիստոս իբրև քավության նոխազ, վերցնելով ամբողջ աշխարհի մեղքերը իր վրա, երբ հանձնվում է քահանայապետների ձեռքը, արձակվում է դեպի անապատ, դեպի հեթանոսներ, որտեղ եւ պիտի սպանվի։ Այս մարգարեությունը ուղղակի կանխատեսումն է այն փրկչագործական իրականության, որ Հիսուս Քրիստոս կատարում է, ասելով, թե ես զոհաբերվում եմ ձեր մեղքերի քավության համար։ Բայց Հիսուս Քրիստոս միայն չի գնում անապատ եւ այսպիսով վերանում է Հիսուս Քրիստոսի մասին ամբողջ պատմությունը։ Հիսուս Քրիստոս ասում է, որ նա պիտի հանձնվի նրանց ձեռքը, ծաղրվի, անարվի, սպանվի եւ երրորդ օրը հարություն կիրառվի։ Անկամ մահը, որ սարսափելի էր մարդկանց համար եւ հատկապես հրեական միջավայրում, ոչինչ է Հիսուս Քրիստոսի համար։ Հիսուս Քրիստոս իր աշակերտներին, որ վախենում էին Քրիստոսի գալիք մահվանից եւ հալածանքներից, ուղղակի ասում է. ես գնում եմ զոհաբերվելու ձեր մեղքերի համար, բայց ինչ եք վախենում, չէ՞ որ ես պիտի հարություն անեմ։ Մահը անզոր է Աստծո համար։ Երբ այս խոսքերը ավարտում է, մենք տեսնում ենք, որ Զեբեդեոսի որդիները Հակոբոսը եւ Հովհաննեսը, որոնք 12 աշակերտներից երկուսն էին, եղբայրներ էին, գնում են նրա մոտ եւ նրան ասում են. «Վարդապետ, ինչ որ քեզանից պիտի խնդրենք, խնդրում ենք արա»։ Եվ տրամաբանական կներ այս խոսքերից հետո, երբ նրանք ասեին. «Տեր, խնդրում ենք թույլ տուր, որպեսզի մենք քո լուծը կիսենք։ Խնդրում ենք ուժ տուր մեզ, որպեսզի մենք չվախենանք։ Ուժ տուր մեզ, որպեսզի քո մահվանից հետո մենք չցրվենք, այնինչ պիտի տեղի ունենա»։ Այլ գնում են եւ նրան խնդրում են. «Քեզ մի խնդրանք ունենք, ինչ որ խնդրում ենք, արա մեզ»։ Նման էին, չէ՞ մեզ այս երկու աշակերտները, մենք էլ չէ այսօր գալիս ենք եկեղեցի, կանգնում ենք Աստծո առաջ եւ ասում ենք. «Տեր, մենք խնդրանք ունենք, ինչ որ խնդրում ենք, արա մեզ»։ Կլինի։ Եվ նրանք ինչ էին ցանկանում, փառք։ Ասում են, երբ որ դու գաս դատելու աշխարհը եւ քո կողքը պիտի նստեն 12 աշակերտները, խնդրում ենք առաջին երկու տեղը քեզանից աջ եւ ցախ պահիր մեզ համար։ Մեզ երկու եղբայրներից նստած սեղով աջը եւ ցախը։
Գիտեք, հավասարների մեջ առաջին հասկացողությունը։ Եվ 12 աշակերտները հավասար են։ Եվ նրանց մեջ հավասարների մեջ առաջին գաղափար չպիտի լիներ։ Հավասարների մեջ առաջին գաղափարը կարող է լինել աշխարհիկ կառույցներ, որտեղ տարբեր կառույցներում կան մի քանի ղեկավարներ եւ այդ ղեկավարներից մեկը բնականաբար պիտի որոշիչ ձայն ունենա։ Բայց աշակերտների մեջ հավասարներից առաջինը դա Հիսուս Քրիստոսը։ 12-ից գույք որևէ մեկը չէր կարող նստել Հիսուս Քրիստոսի գահին։ Բայց նրանք խնդրում են Հիսուս Քրիստոսից նստել աջ եւ ձախ, որպեսզի երբ Հիսուս Քրիստոս գա, նրանք փառքը վայելեն։ Այն փառքը, որ պատկերացնում են աշակերտները եւ այն փառքը, որ բերում է Հիսուս Քրիստոս, տարբեր են։ Փառք, փառավորվել նշանակում է փրկություն ստանալ։ Նշանակում է փրկվել։ Մենք փառավորված չենք եւ մեզանից եւ որևէ մեկը, որովհետեւ մենք թավալված ենք մեղքերի մեջ։ Մեզ մեր մեղքերը իջեցնում են այն փառքից, որի մեջ մենք նախատեսված ենք, որպեսզի լինենք։ Մենք մեր մեղքերի պատճառով իջնում ենք։ Եվ փառավորվել մենք կարող ենք բացառաբար, երբ փառքի կրողը մեզ բարձրացնի դեպի իր փառքը։ Բայց այստեղ, երբ որ Հիսուս Քրիստոս խոստանում է իր աշակերտներին, որ երբ մարդու որդին գա դատելու երկիրը դուք պիտի նստեք 12 աթոռների վրա, անգամ այստեղ, որտեղ պիտի մեղքը տեղ չգտներ, աշակերտները մոտենում են եւ եսասիրության իրենց անձը կենտրոն դարձնելով ցանկանում են անգամ Քրիստոսի փառքի մեջ մեղքը զետեղել, ասելով թե թույլ տուր, որպեսզի մենք նստենք առաջին, քո աջ եւ ձախ կողմերում։ Եվ տեսեք, թե Հիսուս Քրիստոսը ինչ է ասում։ Չեք իմանում, թե ինչ է ասում։ Այո, 12 աթոռների վրա, երբ որ դուք պիտի նստեք, յուրաքանչյուրը ձեր տեղը պիտի ունենա։ Բայց դուք չեք հասկանում, թե ինչ եք դուք ուզում ինձանից։ Երբ որ դուք ասում եք թույլ տուր, որպեսզի մենք նստենք քո աջ եւ ձախ կողմերում, նշանակում է, որ դուք ուզում եք, որ այն ինչ որ ես եմ անում, նույնպես դուք անեք։ Արդյոք դուք պատրաստ եք խմելու այն բաժակը, որ ես պիտի խմեմ, եւ մկրտվելու այն մկրտության, որով ես պիտի մկրտվեմ։ Ինչն է այն բաժակը, որի մասին խոսում է Հիսուս Քրիստոս։ Բաժակը եւ մկրտությունը։ Երկուսն են խորհրդանշում են Քրիստոսի զոհաբերությունը անուն մարդկանց մեղքերից փրկության։ Որովհետև բաժակը մենք տեսնում ենք, երբ Հիսուս Քրիստոս իր զոհաբերությունից անմիջապես առաջ վերջին ընթրիքի ժամանակ վերցնում է բաժակը եւ ասում է սա իմ արյունն է, որ թափվում է ձեր մեղքերի թավության համար։ Արդյոք դուք պատրաստ եք ձեր արյունը թափել անուն մարդկանց մեղքերի փրկության, որ ցանկանում եք նստել իմ աջ եւ ձախ կողմերում։ Եվ արդյոք պատրաստ եք մկրտվել այն մկրտությամբ, որով ես պիտի մկրտվեմ։ Եվ մկրտությունը կրկին Քրիստոսի զոհաբերությունն էր, որովհետև Քրիստոսի մահվան ենք մենք մկրտվում, մահանում մեղքի համար եւ հարություն առնում իբրև Աստծո զավակներ եւ Աստծո որդիներ։ Արդյոք դուք պատրաստ եք ինքներդ ձեզ զոհել հանուն մարդկանց փրկության։ Նրանք ասում են, թե այո, թե պատրաստ են։ Բայց կրկին անգամ հակասության մեջ են մտնում Քրիստոսի պատկերացրած զոհաբերության եւ իրենց ակնկալած զոհաբերության միջեւ։ Նրանք ցանկանում են խմել այդ բաժակը, անցնել այդ տանջանքների միջով, որպեսզի նստեն Քրիստոսի աջ եւ ձախ կողմերում։ Մինչդեռ Հիսուս Քրիստոս պատրաստվում է զոհաբերել ինքն եւ հեղել իր արյունը հանուն բոլորի փրկության։ Իրենք ցանկանում են զոհաբերել իրենց շահի համար, մինչդեռ Քրիստոս զոհաբերվում է ողջ մարդկության շահի համար։ Եվ տեսեք, թե ինչ պատասխան է Հիսուս Քրիստոս նրանց տալիս։ Այո, բաժակը, որ ես խմելու եմ, կխմենք։ Եվ այն մկրտությունը, որով ես մկրտվելու եմ, նրանով կմկրտվեք։ Հետևաբար, այո, կգա մի օր, երբ որ դուք ունենալ եք մտածությունը, որ ձեր կյանքից առավել կա բոլորի կյանքը։ Որ ձեր կյանքից առավել կա մարդասիրությունը, որին ես ձեզ այսքան ժամանակ դրդում եմ։ Եվ դուք կանեք, կխմեք, կմկրտվեք, կմահանաք, կզոհեք ինքներդ ձեզ, հանուն մարդկության փրկության, այնպես ինչպես ես դա արեցի։ Բայց իմ աճում եւ ձախում նստեցնելը ես չէ որ պիտի տամ, այլ տրվելու է նրանց, որոնց համար պատրաստված է։ Աստված ի սկզբանե, երբ որ Ադամին ու Եվային ստեղծում են, գիտեր, որ նրանք մեղք են գործել, գիտեր, որ նրանք արտաքսվել են, եւ գիտեր, որ իր որդուն պիտի զոհաբերի հանուն նրանց փրկության։
Գիտեր նաև, որ լինելու են 12 աշակերտներ, որոնք հետևելու են Քրիստոսին, եւ Քրիստոսի հարությունից հետո Քրիստոսի ուսմունքը տարածելու են ամբողջ աշխարհով մեկ։ Եվ գիտի թե նրանցից յուրաքանչյուրը ինչքանով է խմելու Քրիստոսի բաժակը, եւ ինչքանով է մկրտվելու այն մկրտությամբ, որով Քրիստոս պիտի մկրտվեր։ Եվ Աստված նրանց համար ի սկզբանե ժամանակած արդեն իսկ որոշել էր այն հաթորները, որոնց վրա նրանք պիտի նստեին։ Եվ այլ տեղերում էլ մենք տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոս երբ խոսում է երկնքի արքայության մասին, մարդկանց ասում է. «Ուրացեք ձեր անձը, վերցրեք ձեր խաչը, եկեք իմ հետևից, քայլեք դեպի երկնքի արքայություն, որտեղ ձեզ համար պատրաստված են օթևաններ»։ Մեզ բոլորիս համար արդեն իսկ երկնքի արքայության մեջ պատրաստված են օթևաններ, որպեսզի մենք միավորվելով Հիսուս Քրիստոսին փրկվենք եւ այդ օթևաններում բնակվենք։ Բայց ով պիտի որ աթոռին նստի, թե ով որ օթևանում պիտի բնակվի, դա մենք չէ, որ պիտի որոշենք, այլ Աստված։ Տեսեք, Հիսուս Քրիստոս ինչ է շարունակում ասելով։ Հիսուս նրանց առանձին իր մոտ է կանչում եւ ասում է. «Գիտեք, որ հեթանոսների մեջ իշխանավոր համարվածները տիրում են նրանց, եւ նրանց մեծամեծները իշխում են նրանց վրա»։ Այսինքն, ինչ եք դուք ցանկանում, երբ որ դուք ցանկանում եք նստել իմ աջ եւ ծաղկել, ցանկանում եք մնացածից առավել լինել, ցանկանում եք առանձնանալ բոլորից, ցանկանում եք իշխել, ցանկանում եք ղեկավար լինել, մեր մեջ ովքեր են այն մարդիկ, որ ուզում են լինել հպատակ եւ ոչ թե ղեկավար։ Բոլորս էլ ցանկանում ենք ղեկավար լինել։ Եվ դրա մեջ վատում չկա։ Բայց Հիսուս Քրիստոս տեսեք ինչ ասում, ասում է. հեթանոսների մեջ, երբ որ մարդիկ ցանկանում են ղեկավար լինել, նրանք իշխում են իրենց հետևորդների վրա, նրանք իշխում են իրենց ժողովրդի վրա, բայց ձեր մեջ ղեկավարել չի նշանակում իշխել, իշխել չի նշանակում նպատակեցնել։ Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպիսին պիտի լինի ղեկավարը, նայեք ինձ, մարդու որդուն։ Տեսեք, ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզնից ով կամենամեծ լինել, թող լինի ձեր սպասավորը, եւ ձեզնից ով կամենաառաջին լինել, բոլորին ծառա թող լինի, որովհետեւ մարդու որդին էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու եւ տալու իր անձը որպես փրկանք շատերի փոխարեն։ Եթե ցանկանում եք ղեկավար լինել, առաջնորդ լինել, չեք կարող կանգնել հետևում եւ հրամայել ձեր հետևորդներին, որպեսզի գնան զոհվելու։ Դուք ինքներդ պիտի պատրաստ լինեք զոհվելու։ Դուք ինքներդ պիտի գնաք զոհվության։ Եթե դուք ցանկանում եք ղեկավարել որևէ մեկին, չեք կարող նստել եւ նրանց հրամաններ արձակել, այլ ձեր կենթանի օրինակով պիտի դառնաք ղեկավար, ում կցանկանան նմանվել բոլոր ձեր հետևորդները։ Տեսեք, մարդու որդին Աստված երկնքից իջավ, որ արարիչն էր ամեն ինչի, միակ Տերը, միակ Թագավորը, միակ առաջնորդը եւ միակ ճշմարիտ ղեկավարը։ Իր աշակերտներին տարավ եւ նրանց ոտքերը լվաց։ Արդյոք Քրիստոս նսեմացավ նրանով, որ իր աշակերտների ոտքերը լվաց, թե տվեց նրանց փրկություն, խոնարհության եւ մաքրության, որը նրանց բերեց։ Եվ Հիսուս Քրիստոս այսօր մեզ բոլորիս ասում է եւ իր աշակերտներին ասում է. ցանկանում եք առաջին լինել, ուրեմն պիտի բոլորից վերջին լինել։ Ցանկանում եք առաջնորդել, ուրեմն պիտի ծառայի։ Եվ այդ դեպքում է միայն որ մարդիկ կարող են ձեզ հետևել եւ վստահել իբրև առաջնորդ։ Մենք բոլորս էլ ունենք որոշակի շրջանակներ, որտեղ մենք ղեկավար մարմիններ ենք։ Մեր ընտանիքներում, մեր զավակների հանդեպ, մեր ընկերության շրջապատում ինչ որ մի առումով, ամեն մեկս ինչ որ մի տեղ պատասխանատու պաշտոն ենք զբաղեցնում։ Պատասխանատու հարաբերության մեջ ենք մտնում մեր հարազատների հետ։ Եվ այստեղ է, որ Հիսուս Քրիստոս գալիս է մեզ այսօր ասելու. ինչ եք դուք կամենում հայրենիք։ Միթե դուք իսկապես ցանկանում եք նրանց առաջնորդել։ Հիշեք ավետարանական խոսքը, որ երբ քույրը քույրին է առաջնորդում, երկուսն էլ խոսն են։ Հետևաբար, եթե մենք մեզ բոլորիս հանձնված պարտականությունների մեջ պիտի առաջնորդող լինենք, մեր բոլոր քայլերից առաջ պիտի ունենանք ճշմարիտ առաջնորդի կերպարը Հիսուս Քրիստոսի կերպարը։ Եվ մեր բոլոր քայլերում, երբ ինչ-որ որոշում պիտի կայացնենք, պիտի մտածենք, իսկ Հիսուս Քրիստոս իմ փոխարեն ինչ կար։ Երբ իմ աշխատակից ով ավելի կրտսեր է ինձանից, գալիս է ինձ խնդրում է ինձանից օգնություն է խնդրում։ Քրիստոս ինչ կան։ Երբ ես նրան հրաման եմ արձակում ինչ-որ գործ անել,
երբ ես որևէ մեկին արգելում եմ, երբ ես իմ զավակին ինչ-որ բան արգելում եմ, կամ արտոնում եմ, Հիսուս Քրիստոս ինչ կան։ Մենք ապրելով Քրիստոսից մոտ 2000 տարիներ անց երբեմն մոռանում ենք գիտակցել, որ Քրիստոս մեր կյանքում առկա է ամեն օր եւ ամեն պահ եւ ամեն վայրկյան։ Նա մեր սրտերում է եւ չկա դեռ որտեղ Աստված չկա։ Մենք պիտի տեսնենք Քրիստոսին։ Մենք պիտի մեր բոլոր գործերում տեսնենք Քրիստոսին եւ նրանով առաջնորդենք։ Ի վերջո հիշեք եւ պիտի առաջնորդվենք Քրիստոսին, տեսեք, աշակերտները հետևում էին Քրիստոսին դեպի Երուսաղեմ։ Քրիստոսը հստակ գիտեր ուր է գնում։ Քրիստոսը հստակ գիտեր թե ինչի համար է գնում։ Բայց առաջնորդները, հետևորդները, աշակերտները զարմանում էին եւ վախենում։ Այս ամբողջ պատմության մեջ կարող ենք ինքներս մեզ տեսնել, բայց ես պիտի հորդորեմ, որպեսզի մենք մեզ տեսնենք ոչ թե աշակերտների կերպարում, որոնք տեսնում էին, վախենում էին եւ զարմանում էին եւ ցանկանում էին փառավորվեին առանց գիտակցելու թե որն է այդ փառքը, այլ եկեք մենք ինքներս մեզ տեսնենք Քրիստոսի կերպարում, ով անկոտրում էր իր ճանապարհի վրա եւ որևէ բան եւ ոչինչ նրան չկանգնեցրեց հասնելու իր նպատակին, որը մարդկանց օգտվում էր։ Ի վերջո Աստծո որդին մարդ դարձավ ոչ թե միայն նրա համար, որպեսզի մեզ փրկությունը մատուցի սկուտեղի վրա, այլ որպեսզի մեզ սովորեցնի փրկության ճանապարհը։ Նա կարող էր երկնքից իջնել, բոլորի մեղքերը վերացնել եւ կրկին համբարձվել երկին ուղղակի մի օրվա, մի վայրկյանի ընթացքում, բայց նա մարդ դարձավ։ Մեզ հետ խոսեց մարդկային լեզվով, մեզ տալու համար կատարյալ մարդու, քրիստոնյայի կերպար, որին մենք
Յազմ